Չնայած 3 սրիկայաբար բարի համար քաղաքացիական պայմանագիրը ներողություն էր պահանջում ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցությունից, այսօր նույն որակումն էին կիրառում արդեն ՔՊԱ-կանները։ Ըստ ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի, ընդդիմությունը գնում է ռադիկալացման ճանապարհով, բայց իրենք կոտրելու են այդ ռադիկալացման շղթան։ Եք ո՞նց կարող ես գաս ներողություն խնդրես, որ ձեզից մեկը ասել է սրիկա, մի սրիկա ասել է սրիկա։ Ու դες ռադիկալացման շղթան գնում է։ Այդպես ռադիկալացման շղթան գնում է։ Ու ես ուզում եմ մի բան նշել, հարգելի գործընկերներ։ Մենք էլ ունենք ընտրողներ, որոնք օրինակ, իհարկե մենք երբեք թույլ չենք տվել ձեզնից ոչ մեկի վիրավորել, բայց որոնք ասում են օրինակ ո՞նց եք Վարդևանյանին ընտրել ազգային ժողովի փոխնախագահ, բայց մենք գիտակցում ենք, որ ռադիկալացման շղթան պետքա կոտրել, բայց դուք դա չեք գիտակցում։ Նույն պարամթերքով հանդես եկավ նաև ԿՊԱ-կան падգամավոր Տարոն Չախոյանը։ Մի հատ սրիկայի ուղարկում եք ստեղ, գալիս է մի ամբողջ խմբակցության վիրավորում է, հետո տանում փափուկ տեղավորում եք ձեր աշխատասենյակում, ընդունում եք, որ սխալ է արել, բայց չեք բարեհաճում, դրա համար գաք ու ստեղից ներողություն խնդրեք։ Չնայած այս բուռն ելույթներին ոչ ոք ԿՊԱ-կաններից չպահանջեց ներողություն խնդրել։ Լրագրողի հարցին, թե միայն Էդգար Ղազարյանի համար են գործում բարեկրթության սահմանները, ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը պատասխանեց. այսօր հետաքրքիր է լինելու։ Ելույթները դեռ առջևում են, այսօր հետաքրքիր է լինելու։ Մի հատ համեմատեք այն խոսույթը, որը ներկայացվել է հավաքական ձև։ Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանն անդրադարձել է վերջին օրերին նիստերի դալիճում ընջող վիրավորանքներին, ընդգծելով, որ սխալին սխալով պատասխանելը չպետք է ընդունելի մոտեցում լինի։ Երբ հնչեց արտահայտություն, թող ներեն ինձ մեր հայրենակիցները։ Փուրը տալ։ Ձեր կարծիքով նշվածը մեր հայրենակիցներին արժանի խոսույթն է։ Երբ հնչեցին արտահայտություններ իդեպ, հենց ինձ վերաբերող, դրանք ձեր կարծիքով վիրավորական չէին, արդյոք այդ ժամանակ մեր արձագանքը նա էր, որ դրան անպայմանորեն սենց հերթով բոլորս արձագանքեն, ոչ, որովհետև իսկապես եթե վիրավորանքին վիրավորանքով ես պատասխանում, տենց մինչև ուր ես հասնում։ Վարդևանյանը նշել է, որ խորհրդարանում կարող է հնչել սուր քաղաքական խոսք, սակայն դա չպետք է վերածվի վիրավորանքի։ Նա նաև շեշտել է, որ նիստը նախագահողը ոչ թե պետք է լրացուցիչ սրի իրավիճակը, այլ հավասար մոտեցում ցուցաբերի խորհրդարանի բոլոր խմբակցությունների նկատմամբ։ Մահվան դեպքերի մասին, որը թշնամու կրակից չի, դուք պատկերացնում եք նույն ազգային ժողովը ինչ օրինակ պետք է ծառայի։ Ինչ օրինակ։ Վիրավորանքի թե օրենքով նախատեսված կարգի պահպանման ու ամենակարևորը սխալին երբեք սխալով չպատասխանելով։ Ինչ ոլորտային առաջնահերթություններ ունի մեր երկիրը, սակայն մենք Միլիարդավոր դոլարներ են գալիս Հայաստան, բայց պետական պարտքը ավելանում է։ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացու Բաբկեն Թունյանին հարց ու պատասխանի ընթացքում ասել է ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ մենք գտնում ենք տնտեսական բարձր ցիկլում, այսինքն պղինձը պատմականորեն ամենաթանկ գնի վրա է, պատմականորեն ամենաթանկ։ Կա ռուս-ուկրաինական պատերազմ, որի արդյունքում միլիարդներ են հոսում Հայաստան։ Բայց միևնույն ժամանակ անգամ այսքան հավելյալ շահույթի դեպքում մեր երկիրը շարունակում է ավելացնել պետական պարտքը բարձր տոկոսով։ Դուք էլ տեսնում եք, թե ինչ տոկոսով։ Այս հարցի վերաբերյալ Թունյանը կոնկրետ պատասխան չի տվել, նշելով, որ չի կարող ներկայացնել նախորդ տարիների վիճակագրությունը։ Անդրադառնալով Կարապետյանի հաջորդ հարցին, Հայաստանի եւ Վրաստանի աղքատության մակարդակների փոփոխության վերաբերյալ, թե վերջին տարիներին որքանով է նվազել աղքատությունը երկու երկրներում, Թունյանը նշել է, որ Հայաստանի վերջին հրապարակված տվյալներով աղքատությունը կազմում է 21.7%։ Հայաստանում այս աշնանը կմեկնարկի նոր կենսաչափական անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Նոր կենսաչափական անձնագրի արժեքը կկազմի 28650 դրամ, նախկին 25000 դրամի փոխարեն, եւ այն կտրամադրվի 10 տարի վավերականության ժամկետով։ Նույնականացման քարտի արժեքը կլինի 5950 դրամ, նախկին 3000 դրամի փոխարեն, իսկ դրա վավերականության ժամկետը կլինի 5 տարի։
Как нам победить с такими нечистоплотными визави, ведь у нас совершенно другие ценности. Ռուսաստանը չի կիրառի Վլադիմիր Զելենսկու ահաբեկչական մեթոդները, սակայն նկատելիորեն կկոշտացնի իր գործողությունները, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով գլխավոր նպատակը Կիևի ռազմական մեքենան սնուցող արևմտյան բոլոր ռեսուրսների ոչնչացումն է։ Ըստ Լավրովի ռուսական կողմը արդեն իսկ հաջողությամբ անում է դա, ինչն էլ ստիպում է հակառակորդին բողոքել եւ կոչ անել դադարեցնել գործողությունները։ Դիվանագետը վստահեցրել է, որ այդ կոչերը չեն աշխատելու։ Останавливаться надо тогда, когда Մոսկվան ԱՄՆ պետքարտուղարությունից պարզաբանում է պահանջել ռուսական քաղաքացիական օբյեկտներին հասցվող հարվածներում Վաշինգտոնի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ։ Լավրովը նշել է, որ Կիևը չնայած հնչող հորդորներին չի պատրաստվում դադարեցնել այդ հարձակումները։ Արտգործնախարարը առանձին անդրադարձել է Սերբիային, խստորեն շեշտելով, որ Ռուսաստանի համար բացառապես անընդունելի կլինի, եթե սերբ եղբայրները որևէ կերպ մասնակցեն Կիևի ֆինանսավորմանը։ Ռուսական նավթավերամշակման գործարանների թիրախավորումը Ռուսաստանի ավելի քան 16 շրջանում վառելիքային սուրճ ճգնաժամի պատճառ է դարձել։ Երկրում բենզինի դեֆիցիտ է, գնաճ եւ հսկայական հերթեր։ Որոշ խոշոր ցանցերի բենզալցականների 1/3-ը փակվել է։ Իրավիճակը մեղմելու նպատակով մի շարք մարզերում սահմանվել են վաճառքի խիստ սահմանափակումներ եւ ներդրվել է լիցքավորման համակարգ, ըստ մեքենայի պետհամարանիշի զույգ կամ կենտ թվերի։ Ներքին պահանջարկը բավարարելու համար Ռուսաստանը ստիպված է եղել իջեցնել վառելիքի արտադրության ստանդարտները եւ սկսել է բենզին ներմուծել Բելարուսից, Հնդկաստանից եւ Մարոկոից։ Իրանի ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Մոսե Ռեզային հստակեցրել է Թեհրանի վերջնագիրը։ Հորմուզի նեղուցը կմնա փակ, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը, չապասառեցնի իրանական ակտիվները եւ չհամաձայնի հրադադարի Լիբանանում ու Գազայում։ Ի պատասխան ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է Իրանի դեմ պատմության մեջ աննախադեպ տնտեսական մեկուսացման միջոցառումների կիրառման մասին։ Ըստ նրա Վաշինգտոնը մտադիր է պահպանել Հորմուզի նեղուցի շրջափակումը իրանական նավահանգիստների ամբողջ ապրանքաշրջանառությունը կաթվածահար անելու նպատակով։ Իրավիճակի սրման ֆոնին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Մուհամմադ Ռեզա Նաղդին շեշտել է, որ Թեհրանը վճռական է տրամադրված եւ նպատակ ունի հասնելու լիակատար զսպման։ Ըստ նրա տարբերակներից մեկը ԱՄՆ-ի հետ հակամարտությունը մինչև Դոնալդ Թրամփի նախագահության ավարտը երկարաձգելն է, հակառակորդին հասցնելով այնպիսի կորուստներ, որոնք Իրանի վրա հետագա ցանկացած հարձակում կդարձնեն չափազանց թանկ։ Կահիրեի առևտրի կենտրոններից մեկում որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 17 մարդ։ Ողբերգության պատճառը գազի բալոնի պայթյունն է։ Երկրի գլխավոր դատախազությունը կարգադրել է ձերբակալել եւ հարցաքննել հուշանվերների ու խաղալիքների խանութի սեփականատիրոջը, որի խանութում էլ տեղի է ունեցել պայթյունը։ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության 2 նավթատանկեր։ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը կատարվածի համար մեղադրել է Իրանին, պահանջելով դադարեցնել ագրեսիան եւ անհապաղ բացել նեղուցը։ Իսպանիայի հյուսիս-արևելքում մոլեգնող խոշոր անտառային հրդեհը ոչնչացրել է ավելի քան 9000 հեկտար տարածք, ստիպելով տարհանել շուրջ 900 բնակչի։ Կրակը անմիջականորեն սպառնում է պատմական Սան Խուան դե լա Պենա վանական համալիրին, որտեղից անվտանգ վայր են տեղափոխվել մշակութային արժեքներն ու արքայական մասունքները։ Հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 500 փրկարար եւ 22 միավոր ավիացիա։ Ոստիկանությունը ձերբակալել է 28-ամյա մի տղամարդու ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ կրակի հնարավոր բռնկման կասկածանքով։